Ուրեմն սա ընդհանուր գլոբալ ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա, ասեմ ինչու, որովհետև մենք ունենք հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստան, որտեղ արտահանում ենք մեր հիմնական պատրաստի ապրանքները, ես չեմ խոսում այս բանի վերարտահանման մասին, փաստային է, որ մեր պատրաստի ապրանքների մեծ մասը, այո, արտահանում ենք դեպի Ռուսաստան եւ հակառակը ներմուծում ենք կշարունակեք, չի լինում այնպես, չէ՞, որ մեր բեռնատարը դատարկ վերադառնում։ Չէ, ինքը գնում է այնտեղ, ասենք մեր ապրանքներով ցորենը բարձում, ցորենը հետ է բերում, իրականում ցորենը բեռնատարելով բերելը ամենաոչ արդյունավետ ձևն է, բայց այսպես թե այնպես մենք ստիպված ենք դա անել, որովհետև հիմնականում սրա պատճառը Վրաստանի կողմն է, շատ սահմանափակումներ է դնում այդ ուղղությամբ, ասեն հիմնական խնդիրը որն է, որ մենք ունենք մեկ առևտրային գործընկեր եւ մեկ սահման, Լարսի սահմանը, որով մեր բեռները անցնում են, այսինքն դա մեր համար խեղդման կետ է առաջանում։ Իսկ Լարսի սահմանը համապատասխանաբար նաեւ քիչ անցողիկ է ձմռան ամիսներին եւ սա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, որոնց, այսինքն նույնիսկ մեր արտահանողները, ներմուծողները իրանք ուզում են, որպեսզի բեռնատարները արագ այդ սահմանով անցնեն եւ շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, որը այսպես ասած անդրադառնում է մեծ քանակությամբ մեր տնտեսության վրա։ Եվ այս, ասենք 90 օր սահմանաչափը, որ դրվել է, ել ավելի է մեծացնելու կոռուպցիոն ռիսկերը սահմանին, ասեմ, որ ճիշտ է մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք եւ որպես այդպեսին դե արդեն ազդակներ կան, ասում են կան դեպքեր, երբ հենց կոռուպցիոն ճանապարհով այո, շատ են այդ դեպքերը, օրինակի համար հուլիս ամսին, այտենց մեծ աղմուկ բարձրացավ հեղուկ գազի վերաբերյալ, պարզվեց, որ հեղուկ գազը չեն անցնում Ռուսաստանից դեպի Հայաստան, մինչև մոտավորապես 12-ից 15,000 դոլար ֆուրի համար չվճարվի, եթե չեմ սխալվում, որը հետևյալ կերպով է կազմակերպվում, Երևանում այդ փողը փոխանցվում է, հետո Երևանում զանգում են Լարսի սահման, ասում են փողը փոխանցված է ու թողում են։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր լիտրի համար հեղուկ գազի մեր սպառողը վճարում է 10-ից 19 դրամ,